Պարոն Հարիկյան, այսօրվա քննարկումը ինչպես է ընթանում եւ ինչ ընդհանուր նախնական բանը կարող եք ասել։ Երևի նկատեցիք, որ տարբեր խնդիրներ են հրատապ համարվում, բնականաբար, օրինակ քիչ առաջ ինձ շատ կարևոր բան ասացին, որ միջազգային ընկալման տեսակետից անհասկանալի է, որ մենք քննարկելով այսպիսի լուրջ հարց չենք անդրադառնում արտաքին ճնշումներին, մասնավորապես Ռուսաստանի բացասական դերակատարությանը տարածաշրջանում, բայց մենք այսօր հավաքվել ենք մի հարց քննարկելու համար հստակ գնահատական տալ Հայաստանի իշխանություններին, եւ այդ հստակ գնահատականը ոչ թե պետք է լինի ենթակայական սուբյեկտիվ գնահատական, այլ պետք է լինի առարկայական հիմնավորված։ Դրանից ելնելով մենք անկարանք հայաստանյան օրենսդրության կոռուպցիոն հանցանքների փնջի բացասական փունջ է, բայց ի վերջո փունջ է, իշխանությունները ամենակոպիտ ձևով եւ անառարկելորեն հենց միայն իրենք ստանալով դիմում հարագրեր անտեսել են այնպիսի կարևոր հարցի մասին, ինչպիսին սահմանադրությունն է, դա խախտում է ոչ միայն կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի պահանջը, խախտումն է այդ պահանջի, այլև այդ նույն հոդվածում դա երաշխավորում է Հայաստանում ըստ էության ժողովրդավարության։ Այսինքն, եթե կուսակցությունները զրկված են իրենց ձայնը հնչեցնելուց բացի այդ հնչեցրած ձայնի արտակարգը լսելու հնարավորությունից, նշանակում է Հայաստանում ժողովրդավարություն չկա։ Այնպես որ այսօր կենտրոնացած ենք մի խնդրի վրա եւ կարծես թե վերջնական հայտարարի կգանք, որովհետեւ այստեղ հավաքված մարդիկ ոչ թե դիմախոսներ են իրար, այլ տարբեր հարցերի վերաբերյալ սուր կամ ավելի սուր գնահատականներ տալու հակված։ Մեզ մի փոքր տարակարծություն կա հավաքվածների մեջ այն հարցում, թե զուգահեռաբար հաղորդում պատրաստել իրավապահ կառույցների թե ոչ։ Մարդկանց մի խումբ կա, որ ասում է, որ այսօրվա իշխանությունների ենթակա իրավապահ համակարգը չի կարող անաչառություն դրսևորել։ Մյուս մասներ ասում են, որ նշանակությունների մենք մեր գործը պետք է կատարենք, թող իրենք մտածեն, որ չեն կատարում։ Այնպես որ աշխատանքները շարունակվում են, զարգացում առաջընթաց կա, ինձ համար բավարար չի արագությունը զարգացման, մենք ինքներս առավելագույնը չենք անում, որպեսզի շատ արագ դառնա ոչ թե ազգային համագործակցության, այլ համազգային համագործակցության կառույց, բայց պիտի անենք, մեզ միևնույն է պիտի անենք այն ինչ որ հնարավոր է անել։ Շնորհակալություն Առավոտ թերթին, որ հետևում է իրադարձություններին, մենք էլ հետևում ենք Առավոտ թերթի հրապարակումներին, օգտակար հրապարակումներին։ Պարոն Հարիկյան, դուք համազգային համագործակցության մասին ակնարկեցիք, իսկ ասենք այսօրվա կրոր սեղանի աշխատանքների արդյունքում վերջնականապես նպատակ չկա արդյոք դիմել բոլոր քաղաքական ուժերին, որպեսզի միասնական միավորվեն եւ հանդես գան մեկ թեկնածուով, որովհետեւ բոլոր կուսակցությունները կամ մեծամասնությունը գնում են ընտրությունների։ Եթե խոսքը ինձ է վերաբերում միանալ ոչ թե մեկ թեկնածուի առումով, դա ինձ շատ հեռու բան է։ Ես այսինքն դա համարում եմ 10-րդական խնդիր, բայց ես տրամադրված եմ, որ բոլորի հետ համագործակցենք, բոլորին հրավիրենք, բոլորի ներկայությունը վայելենք, որպեսզի բացասական երևույթները նվազագույնի հասցնենք։ Իսկ բացասական երևույթների հիմքում կգած է մի բան, համակարգային սխալ վիճակը Հայաստանում։ Իսկ համակարգային վիճակը սահմանադրությամբ վերածվում։ Բարեբախտաբար տիրոջ կամքով տրվել է այդ գաղափարը, բայց հերթակ ժողովրդավարության զուգահեռաբար էլի բարեբախտաբար այս ապիկարները դրվելով նաև մեր ճնշմանը ժամանակին հանձնաժողով ստեղծեցին։ Հիմա իրենք ենթարկվում են Ալիևյան հրամաններին, բայց մենք կարող ենք կազմակերպված այդ նույն հանձնաժողովը թեկուզ եւ նույն կազմով, չնայած որ փոփոխություններ պետք է օգտագործել ազգօգուտ նպատակների համար։ Իսկ դա իր մեջ ներառում է նաև այդ հետագայում միասնական թեկնածու ներկայացնելու կամ կարգին թեկնածուներ ներկայացնելու, իսկապես արդար ընտրություններ իրականացնելու, իշխանության միջամտությունը ընտրություններից վերացնելու։ Այս հիմքում պետք է ընկածելի համակարգային փոփոխությունը։ Դա հնարավոր է մանավանդ որ կա պատրաստի նախագիծ։ Եվ ին վերջին հարցը, այս աշխատանքների արդյունքում չեք ուզում կոչով դիմել բոլոր քաղաքական ուժերին միավորվելու, այ ոնց որ դուք ասացիք։ Դուք այդ հարցը ասացիք։ Դուք էլ պատասխանեցիք, որ դեմ չեք ամեն դեպքում։ Սա կլոր սեղան է, եւ կլոր սեղանում շատ դժվար է
համաձայնության գալ այդպիսի խնդրի վերաբերյալ։ Չնայած աշխատանքները պետք է շարունակենք, օրինակ կամ -1 տարբերակ, ես դրան կողմ եմ։ Այսինքն դու ոչ թե իշխանությունը վերցնելու համար, այլ համակարգը արագ փոխելու համար, կոռուպցիոն հանցախմբին հեռացնելու համար գալիս ես ընդհանուր հայտարարի բոլոր քաղաքական ուժերի հետ։ Եվ առաջին նախագահի, եւ երկրորդ, եւ երրորդ, այսինքն դու չես գալիս նրանց իշխանության բերելու կամ նրանց հետ իշխանության գալու ծրագրով, այլ դու խոսում ես համակարգը բարելավելու մասին։ Ով համաձայն է, պետք է այնպիսի մի հայտարարություն անենք։ Գիտեք, կրող սեղանի առանձնահատկությունն է, յուրահատկությունն է, որ դու կարող ես ամենալավ առաջարկը ներկայացնել, իսկ այնտեղ մեկը այլ մոտեցում ունենա, եւ դու պետք է հաշվի առնես նաեւ նրա կարծիքը։ Ամեն դեպքում պետք է փորձենք անել ճիշտը։ Ճիշտն այն է, որ ազգային ճգնաժամի պայմաններում ազգի բոլոր առողջ ուժերը գլխավոր նպատակի շուրջ համախմբել, գլխավոր նպատակի։ Եթե աթոռի համար են համախմբում, պաշտոնի համար ապա դա չի։ Շնորհակալություն։